Հիսուս երկրորդ օրինակն է բերում, անդրադառնում է մեղքի, գայթակղության և դրանց հաղթահարման հարցին։ Հիսուս անդրադառնում է դպիրների և փարիսեցիների 7-րդ պատվիրանի ըմբռնմանը։ Այս օրինակների էությունն այն է, որ օրենքի ուսուցիչները սխալ էին հասկացել Աստծո արդարությունը ընդհանրապես և այս պատվիրանը մասնավորապես։ Նրանք ճշգրտորեն կրկնեցին պատվիրանն ինքնին, բայց բաց էին թողել դրա էությունը։ Տերը հստակորեն մտադիր էր վերաիմաստավորել շնության մեղքը։ Հիսուսի ծառայության ժամանակ ճիշտ է, որ հարճեր և բազմակնության սովորությունները վերացել էին Հայաստանում, սակայն կրկնակի չափանիշները դեռևս գոյություն ունեին։ Կինը դեռևս համարում էր տղամարդու սեփականություն իր։ Նա ոչ իրավունքներ ուներ, ոչ էլ կարգավիճակ։ Մեր Տիրոջ աչքերում շնությունը ըստ էության ցանկացած վարքագիծ է, որը նվաստացնում, անպատվում, արժեզրկում կամ խախտում է մեկ այլ անձի արժանապատվությունն ու ամբողջականությունը։ Հետևաբար, պարզ է, որ Հիսուսը ամենից առաջ ձգտում է բարձրացնել տղամարդկանց և կանանց միջև հարաբերությունները սրբության նոր մակարդակի և հաստատել նրանց միջև փոխադարձ հարգանքը նոր ավելի բարձր աստիճանի հասցնելով։ Հիսուսը, երբ խոսում էր քարոզի ժամանակ, այն օրերին, մոտ 2000 տարի առաջ, շնությունը մեծ խնդիր էր այն ժամանակներում, հատկապես եթե նայենք, որ Իսրայելը հռոմեական կայսրության ազդեցության տակ էր, իշխանության տակ էր, այնտեղի տղամարդիկ հռոմեացիները հայտնի էին բազմաթիվ սիրուհիներ պահելու հարցում և հասարակության մեջ գերիշխող վերաբերմունքը հանդուրժողական էր։ Տղամարդու կարելի է, կարևորը պահում է տունը։ Նման մոտեցումը մեզ ծանոթ է, այնպես չէ։ Այսօր մարդիկ նման դրսևորումներ անվանում են սիրավեպ, արտամուսնական կապ, ամեն ինչ, բացի շնությունից։ Անկախ նրանից, թե մեր մշակույթն ինչ է ասում շնության մասին, Աստված միևնույն է, ատում է այն։ Մինչ կրոնական առաջնորդները մտահոգված էին զուտ արտաքին վարքագծով, եթե չի անում կոնկրետ գործողություն, չի շնանում։ Ի տարբերություն նրանց, Հիսուսն անդրադառնում է արմատական խնդիրներին, պատճառներին։ 28 համարում հստակեցնում է. ով որ նայում է կնոջը ցանկասիրությամբ, արդեն շնություն է գործել նրա հետ իր սրտում։ Մարդու համար աչքերը սրտի մեծ դարպասն են, կրքի, ագահության և մեզ չպատկանող մեկի կամ ինչ-որ բանի նկատմամբ ցանկասիրության։ Նրանք տեսնում են, ցանկանում, պատկերացնում, մտորում, ապա սկսում են փնտրել արգելվածը։ Նրանք կենտրոնանում են դրա վրա և թույլ են տալիս, որ այն արմատ գցի իրենց մեջ։ Մենք և Աստված գիտենք տարբերությունը ցանկասիրության հայացքի և անմեղ հայացքի միջև։ Սա ավելին է, քան պարզապես գնահատել գեղեցկությունը։
ցանկասիրության մտադրությունը, թիրախն ու նպատակը անհարկ դիրք, երբ որևէ ցանկություն այնքան ճնշող է դառնում, որ տիրում է մարդու մտքին, ցանկություններին եւ նա դառնում է դրանց գերին։ Նման իրավիճակում պատրաստ են գնալ ռիսկի, որպեսզի ստանան այն, ինչ չունեն, ապա անելով դա հայտնվում են ցանկության ճիրանների մեջ։ Ցանկասեր մարդը ապրում է մշտական սեռական քաոսի մեջ։ Սեռական մտքերն ու ցանկությունները գերիշխում են մտքում, որոշում են նրա վարքագիծը եւ թափանցում են գրեթե յուրաքանչյուր զրույցի մեջ։ Խոսքը միայն անկողին հրավիրելը չէ, այլ քո միտքը հրավիրելը, սիրտը չհրավիրելու մասին է։ Սա սրան տրվելով սիրելներ, մարդը դառնում է գերին իր իսկ ցանկությունների եւ մի զարմանակ, եթե այն մեկ օր խայտի ձեզ։ Հիշեք Դավթին, երբ նա պատշգամբից նայում էր եւ տեսավ մեր Բերսաբեին։ Այդ մեկ հայացքը նրա մեջ արթնացրեց միտք, ցանկասիրություն եւ նախքան կհասկանար ինչ է կատարում, Բերսաբեն արդեն իր ննջարանում էր։ Չար ցանկությունները անհարկ են եւ երբեք չեն բավարարվի։ Ուստի պետք է զգույշ լինել։ Սա միայն տղամարդկանց չի վերաբերվում, վերաբերվում է նաև կանանց։ Արաքած գիրքը շատ բան ունի ասելու դավաճանող կանանց մասին, կամ բազմաթիվ տեսակի սադրանքներ, եւ հագնվելու ձևը դրանցից միայն մեկն է։ Պատճառները կարող են տարբեր լինել։ Կարծում եմ կանայք հաճախ ավելի շատ գայթակղում են լսածով, լսելով, իրենց հանդեպ ցուցաբերված ջերմությամբ, գուրգուրանքով, քնքշությամբ եւ բնական ցանկություններն ու ամուսնության մասին սպասումները զուգորդված հիասթափության հետ, երբ դրանք չեն բավարարվում, կնոջը խոցելի են դարձնում մեղքի նկատմամբ։ Հիմա որ երիտասարդներ կան ստեղ կասեն, էսի մեզ չի վերաբերվում, մենք դեռ ամուսնացած չենք, անվտանգ եք զգում, ինչպես ասենք դպիրներն ու փարիսեցիները, զգույշ եղեք։ Եթե ձեր կյանքում երբևէ կա մի պահ, երբ պետք է կենտրոնանաք հնազանդության եւ մաքրության վրա, դա հիմա է։ Հիշեք Հովսեփին, հիշում եք, այսինքն հիշում եք, կամ կարդացել եք, լսել եք։ Դերենիկ Դեմիրճյանի Պույր մկնիկի հեքիաթը, խորհուրդ կտամ կարդաք։ Երջանիկ մեկը մկնիկ, ուրախ, լավ, անհոգ, վայելում է կյանքը եւ հանգիստ տեսնում է կորկոս ծառից ընկավ, սկսում է վայ, բույր, ոնց անեմ, գոնե մի քիչ, գոնե մի կտոր, մի հատ համն առնեմ ու վերջ։ Խեցը մաշվում, կորկոսի վրա մի ճարկ կար։ Ի վերջո այդ ճարքից կարողանում է մտնել քեֆ, ուրախություն, տարայ, տուզույր, կարդացեք։ Այնքան որ մեջը սկսում է ուտել, տարազում է։ Ու այդ անցքից չի կարում դուրս գա։ Ինքը դարձավ իր ցանկությունների գերին։
կամ հին ասացվածք ցանիր միտք կհանձես գործողություն, ցանիր գործողություն կհանձես սովորություն, ցանիր սովորություն կհանձես բնավորություն, ցանիր բնավորություն կհանձես ճակատագիր։ Աշխարհը եւ մեր մեղավոր մարմինը պնդում է, որ կիրքը բնական է, նորմալ եւ անհանգստանալու կարիք չկա, սակայն Հիսուս մեր Տերը եւ ամբողջ Սուրբ Գիրքը սովորեցնում է, որ հեռու մնացեք, այլապես կդառնա գերին ձեր ցանկությունների։ Մեզանից շատերը, ինչպես պույր մկնիկը, ընկել ենք մեր սեփական ցանկությունների լարած թակարդը։ Մենք կցանկանայինք ազատվել, բայց հաճախ մարմինը չի կարողանում դիմադրել մեր շրջապատող գայթակղություններին։ Եվ սա արատավոր շրջան է, խրախճանք սով, երբեք չես հագենա։ 29-30 համարներում նա անցնում է այն գործողություններին, որոնք պետք է ձեռնարկենք։ Կան երկրներ, որ գողության համար կտրում են ձեռքերը, մեր հարևան երկրներում կա։ Բայց համաձայնենք, որ եթե հանենք անգամ երկու աչքերն ու կտրենք մեր երկու ձեռքերը, մտավոր անբարոյականության խնդիրը չի լուծվի։ Հանդերձ մեր մտքում է, Տերս ասելով սա, ուզում է ընդգծել վճռական գործողությունների անհրաժեշտությունը, կրքոտ հայացքների և շնացող մտքերի դեմ պայքարում։ Միակ այլընտրանքը դրանք անողորկ կերպով վերացնելն է ձեր կյանքից։ Դուք գիտեք, որ այսօր դինի հեռուստատեսություն, ինտերնետ, գրականություն, անգամ եթերով հեռարձակվող կատակներ, շատ բաներ կան, որ կարան արթնացնեն ձեր մեջ, մտքեր, զգացմունքներ, բաներ, որոնք որ ձեզ կարող են տանել այլ ճանապարհով։ Եվ Տերն ասում է, որ հանեք ձեր միջից, հեռացրեք ձեզանից։ Սա կարող է ձեզ նույնքան ցավ պատճառել, որքան ֆիզիկական անդամահատումը։ Դա կարող է նշանակել այնպիսի հարաբերությունների ավարտ, որոնք իմաստալից են դարձրել ձեզ համար, բայց վնասակար են ձեր ամուսնության, ընտանիքի կամ ձեր հոգևոր բարեկեցության համար։ Սա կարող է նշանակել, որ ձեզ անհրաժեշտ է ավելի շատ ինքնատիրապետում և կարգապահություն ձեր մտքերում և խոսքերում։ Ձեզ համար բավարար չէ պարզապես իմանալ մեղքի գոյության մասին։ Մենք պետք է արմատախիլ անենք այն չդառնալով մեր մեղսալի ցանկությունների գերին։ Մենք պետք է պահպանենք մեր սրտերը, ճնշելով ապականության և կրքի առաջին իսկ նշանների հայտ գալուց, խուսափելով այն իրավիճակներից, որոնցում մենք հակված ենք ընկնել, և խուսափել նրանց ընկերակցություններից, ովքեր հեշտությամբ են գայթակղվում։ Ըստ էության մենք պետք է հեռու մնանք վտանգից, մենք կձախողվենք, երբ ընտրենք հետևել մեր ցանկություններին։ Վերջապես Հիսուսն ասում է, եթե ուզում եք հաղթահարել գայթակղությունը, հիշեք մեղքի հետևանքները։
30-րդ համարում Հիսուսն ասում է, որ մեղքն ունի լուրջ հետևանքներ։ Խոսում է գեհենի կրակի մասին, դժոխքի մասին փաստորեն։ Չի թվում, որ Հիսուս քաղաքականապես կորեկտ չի արտահայտվում։ Չելներ նա մեղքը չի անվանում կախվածություն կամ հիվանդություն կամ հակվածություն կամ ժառանգական կամ գենետիկ ձեռքբերված։ Նա ասում է, տեսեք, եթե որոշեք կամովին չհնազանդվել Աստծուն դուք կպատժվեք։ Ինքը դա չի ուզում։ Դա դուք եք ուզում։ Մինչ աշխարհը ասում է, որ մեր կրքերը բնական են, նորմալ եւ անմեղ, Հիսուսն ասում է բոլորովին այլ բան։ Նրանք, ովքեր մնում են իրենց մեղքերի մեջ, կպատժվեն հավիտյան։ Սա վերջն է բոլոր նրանց համար, ովքեր հրաժարվում են զղջալ իրենց մեղքերի համար եւ հավատալ Հիսուսին փրկության համար։ Եթե մենք գոհ ենք մեր սրտերում մեղավոր կրքով ապրելով, դա կարող է նշան լինել, որ մենք Աստծուց ծնված չենք, վերստին ծնունդ չունենք։ Հիսուսն ասում է, մինչև չնայես, թե ով ես դառնալու, երբեք չես փոխի քո սիրտը, չես փոխի քո սրտի ռիթմը, ընթացքը։ Կարող ես շարունակել թաքցնել այն եւ մի կողմ դնել, ռացիոնալիզացնել, արդարացնել, տեսություններ հորինել։ Բայց դա դու ես։ Դու ես։ Եվ գիտես ինչու՞։ Որովհետև սրտից են գալի չար մտքերը, սպանություն, շնություն, պոռնկություն, գողություն, սուտ վկայություն, զրպարտություն, ասում է խոսքը։ Գալիս են սրտից, որը գերված է մոլորված ցանկություններով։ Մեր օրերում 10 պատվիրանները, նրանցից մի քանիսը ծաղրվում են, մյուսները անտեսվում։ Սա մեր ժամանակների համար չի։ Մեր շուրջը տեսնում են գնալով աճող մի հասարակություն, որտեղ գովաբանում են անհավատարմությունը, անգամ ծաղրում են ամուսնալուծությունը եւ այլասերվածությունը, գովաբանվում են, ժամանակակից է շատ, ծաղրվում են ամուսնությունն ու սեռական հավատարմությունը։ Ինչա մի կնոջ ամուսին ես, ընդամենը հեչ կողքից, այսի բայրավ կյանք, բաչվայել ես, բամարդը կարա ամեն օր բորս ուտի, ցավոք շատ քրիստոնյաներ ազդվելով այս մթնոլորտից ոչ միայն վատ բան չեն տեսնում այս ամենում, ավելի նորմալ են համարում տեղի ունեցողը։ Հիսուս շնության մեջ բռնված կնոջն ասեց գնայել մեղք մի գործի։ Հիսուս երբեք մեղք չգործեց, բայց նա զգաց եւ կրեց մեր մեղքի հետևանքները Գողգոթայի խաչի վրա։ Նա զգաց մեղքի ցավը, ահավորությունը եւ նա կարծես մեզ այսօր ասում է. ես գիտեմ, թե որքան սարսափելի է մեղքը։ Ես գիտեմ մեղքի հետևանքները։ Ես ձեր փոխարեն մահացա, որ դուք կյանք ունենաք եւ ավելի կյանք։ Մի արեք դա։ Մի արեք դա իսերաստո։ Եվ սա պետք է լինի մեր ամենամեծ զսպող գործողը մեղքից հեռու
մնալու համար։ Տերը իր կյանքը տվեց, որ մենք կյանք ունենանք։ Հիսուսն ասում է դադարեք։ Ներկա արդյոք ձեր կյանքում մեղ կամ գայթակղություն, որը տանջում է ձեզ, մեղ, որը դու արել ես, կամ գայթակղվում ես անել, բայց գիտես, որ դա սխալ է, խաղ մի արեք, մի տրվեք ձեր ցանկություններին, հնարավոր է այստեղ կան մարդիկ, որոնց համար այս մեղքը իրականություն է հենց այսօր, դա միշտ չէ, որ տեղի է ունենում մեկ գիշերվա ընթացքում, այն տեղի ունենում աստիճանաբար։ Եթե ձեր ամուսնական հարաբերությունները անառողջ են, դուք մեծ խնդիրների համար դուր եք բացում։ Եթե Աստծո հետ ձեր շփման մեջ կա խոչընդոտ, եթե ձեր սրտում ինչ-որ բան սխալ է, ապա դուք ճիշտ ուղու վրա չեք։ Բուժումն ու ներումը հնարավոր են սիրներ, բայց դուք պետք է թողնեք ձեր մեղքը։ Դուք պետք է դրա հետ գործ ունենաք արմատապես և վճռականորեն։ Դա նշանակում է, որ դուք պետք է ամբողջությամբ ենթարկվեք ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի տիրապետությանը։ Դա նշանակում է նրան թույլատրել, որպեսզի նորոգի ձեր միտքը և վերահսկի ձեր միտքն ու ընթացքը։ Դա նշանակում է թույլ տալ նրան փոխել ձեր խոսքն ու վարքը։ Դա նշանակում է թույլ տալ նրան նրա զորությանը վերափոխելու ձեզ և դարձնելու ձեզ բոլորովին նոր, տարբեր մի մարդ։ Տերը թող օրհնի ձեզ։